Բարև ձեզ։ Առաջինի եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է, որը ինձ միացել է տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ։ Պարոն Պետրոսյան, երկշաբաթյա հրադադարը դա արդյոք պատերազմի ավարտ է, եւ եթե այո, վերջը ով է այդ պատերազմում հաղթել, որովհետեւ բոլորը հայտարարում են, որ իրենք հաղթել են, եւ ընդհանրապես կան այս պատերազմում հաղթողներ այս պահին։ Երկշաբաթյա հրադադարը բարձրապես հրադադար է։ Պատերազմի ավարտ կարող ենք նման գնահատական պատերազմի ավարտի գնահատական կարողանանք տալ այն դեպքում, եթե կողմերի միջև ստորագրվի որևէ փաստաթուղթ, օրինակ կոնֆլիկտի ավարտման խաղաղության համաձայնագիր, հարաբերությունների վերականգնման համաձայնագիր եւ այլն։ Այս պահին մենք փաստացի չունենք նման իրավիճակ, այսինքն մենք ունենք բանակցային փաստաթղթեր, իրանական կողմը տվել է իր 10 կետանոց առաջարկը, ամերիկյան կողմը ունի իր առաջարկները, իսրայելական կողմին կարծես որևէ մեկը չի հարցրել իր պայմանների մասին եւ ըստ էության ունենք իրավիճակային ինչ-որ լուծում հաստատի։ Այստեղ ամենակարևորը ես կարծում եմ, այն պայմանավորվածություններ կամ այն իրավիճակներ, երբ Դոնալդ Թրամփին օրինակ անհրաժեշտ էր ինչ-որ մի լուծում իր տված վերջնաժամկետների մասով։ Որտեղ մի քանի անգամ հայտարարեց, որ եթե Իրանը Հորմուզի նեղուցը չբացի, աննախադեպ հարված կլինի, իսկ երեկվա հայտարարությունները կոնկրետ քաղաքակրթություն, այսինքն ընդհանրապես Իրանը վերացնելու մասին էին։ Եղել են տարբեր ժամկետներ, որոնք անընդհատ հետաձգվում են։ Սա կոնկրետ վերջնաժամկետ էր եւ այսպես ասած, եթե շատ կոպիտ գնահատենք, դեմքը բերկելու ինչ-որ դրա հետ կապված ինչ-որ պայմանավորվածություն է։ Ընդ որում Թրամփի դեմքը բերկելու։ Հա։ Տվյալ դեպքում Թրամփի, բայց երկու կողմից է, որտեղ անընդհատ Թրամփը վերջնաժամկետ տալիս եւ պահանջում էր Հորմուզի նեղուցը բացել, որին այդպես էլ ականատես չենք լինում։ Որովհետեւ դա իրանական կողմի ամենակարևոր խաղաքարտն է, որը նա անընդհատ այսպես կիրառում էր եւ դրանով ազդում էր միջազգային քաղաքականության վրա, մեր ամերիկյան պրոցեսների վրա եւ այլն, այնպես տարածաշրջանային պրոցեսների վրա։ Հիմա դրա համար միջանկյալ լուծում ձեռք բերվեց, կարծես թե երկշաբաթյա հրադադար։ Հիմա այս հրադադարի ընթացքում մենք տեսնենք ուրեմն հեռանկար այս կոնֆլիկտի։ Այս բանը շատ մշուշոտ է, որտեղ այն կետերը, որ տրամադրել է Իրանը, եթե այդ կետերով է ավարտում հակամարտությունը եւ դրանք ֆիքսվում են, ես արդեն պատասխանում եմ ձեր հարցի մյուս բաղադրիչին, ով հաղթեց։ Եթե այդ կետերով է ուրեմն հանգուցալուծում կոնֆլիկտը, ուրեմն կասկածից վեր է, որ Իրանը իր այսպես սկզբունքային եւ ամուր դիմադրության արդյունքում ստացավ այն, ինչ որ չէր կարողանում ստանալ բանակցությունների արդյունքում։ Եթե այդպես է, Իրանը միանշանակ կարող է իրավիճակը ներկայացնել որպես հաղթանակ։ Եթե այդպես չէ, կարծիքական պայմանավորվածություն ձեռք չի բերվի։ Իսկ դա դուր կբացի հակամարտության հետագա սրացման վրա, որը կարծում եմ այս պայն ամենավատ եւ ամենավտանգավոր սցենարն է, այսինքն դա շարունակել է տևական ժամանակ կրկին տարածաշրջանը անորոշության մեջ պահել։ Բայց միևնույն ժամանակ ես կարծում եմ, որ այս երկշաբաթյա ժամկետը նաև որոշակի առումով փորձաշրջան է եւ հատկապես Միացյալ Նահանգները եւ Իսրայելը փորձել են հասկանալ արդյոք կարողանում են հրահրել նոր գործողություններ վարչակարգի դեմ։ Եթե դա տեղի ունենա, կարծում եմ, որ հրադադարը ինչ որ փուլի կրկին խախտվի հատկապես Իսրայելի կողմից եւ կրկին կգան
վերջնանպատակին գնալու ծրագրին, այսինքն Իրանի վարչակարգի փոփոխությանը։ Միևնույն ժամանակ նաև վստահ եմ, որ իրանական կողմը եւս շատ լավ հասկանում է հակառակորդի հաշվարկները, շատ մեծ է երկու կողմում էլ անվստահությունը, փոխադարձ անվստահությունը, եւ այս երկու շաբաթվա ընթացքում կրկին տեսնել ենք նյարդերի պայքար, որը անընդհատ այսպես լարվածության մեջ է պահելու տարածաշրջանը։ Այսպեսի մի կարևոր նկատառում էլ այնուամենայնիվ ակնհայտ է, որ այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել հատկապես Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ, եւ Իսրայելի գործոնը հաշվի չի առվել։ Ամեն դեպքում ես որքանով հացրել եմ ստուդիալ իսրայելական մամուլի արձագանքը, իսրայելական կողմը անակնկալ է եղել այս հրադադարից։ Եվ դրա համար էլ չի բացառում, որ իսրայելական կողմը փորձելի սադրանքների միջոցով անընդհատ անկայունություն ապահովել տարածաշրջանում, ցույց տա, որպեսզի կողմերը գնան լիարժեք հարաբերությունների կարգավորման եւ հրադադարը շարունակական է, որում էլի եթե տարածաշրջանային մի շատ լրատվամիջոցների վերջին հրապարակումներն ենք դատում, հրապարակումներն ենք հաշվի առնում, ապա նույն Քուվեյթից, եթե չեմ սխալվում, Սաուդյան Արաբիայից, Բահրեյնից, տարբեր բնույթի Լիբանանից տեղեկատվություն կա, որ Իսրայելը շարունակում է գործողություններ իրականացնել, Իրանն էլ պատասխանում է։ Այսինքն կա տեղեկություններ, որ հրադադարի ռեժիմը այնուամենայնիվ լիարժեք չի պահվում։ Եվ սա կրկնում եմ, խոսում է այն փխրուն պայմանավորության մասին, որը ձեռք է բերվել վերջին պահին, զուտ, այսպես չակերտավոր ապոկալիպսիսից խուսափելու նպատակով, որտեղ Դոնալդ Թրամփի վերջին գրառումները հաշվի առնելով աշխարհն արդեն խոսում էր միջուկային հարվածի հավանականության մասին, որը կարծում այնուամենայնիվ բլեֆ էր եւ որը բանակցությունների վրա ազդելու գործընթացի վրա ազդելու եղանակ էր, որի ականատեսնել եղանք ըստ էության։ Պարոն Պետրոսյան, այնուամենայնիվ ինչ է խանգարեց Թրամփին կիրառել գոնե կոնվենցիոնալ զենքեր Իրանի դեմ եւ այդ հարվածը, որը պետք է ուղղված լիներ կամուրջների էներգոհամակարգի ուղղությամբ, չկիրառել, ինչի դա չարվեց ըստ ձեզ, պատճառը որն էր։ Երկու պատճառ կարող եմ ասել։ Առաջինը, նախ եւ առաջ իրանական կողմը գտել էր դրա դեմ բավականաչափ հետաքրքիր լուծում, իրենք այդ կարևոր նշանակության օբյեկտներին քաղաքացիական պաշտպանություն էին այդ օբյեկտների նկատմամբ քաղաքացիական պաշտպանություն էին ապահովել, այսինքն ինչ եմ ուզում ասել, մարդկանց բավականաչափ այսպես մեծ երթեր էին իրականացում կամուրջներով, հատկապես ռազմավարական ներկայացում, ամբողջ կամուրջների երկայնքով մարդիկ էին հավաքված, այսպես քայլեր են իրականացնում, նույնն էլ կարևոր նշանակության էլի էներգետիկ օբյեկտների շրջանում, դրանք էլ էլի շրջապատված էին խաղաղ բնակիչների կողմից, այսինքն այդ գործողությունը վստահաբար ունենալու էր շատ ծանր հումանիտար հետևանքներ, իրանական կողմը կրկին հետաքրքիր մարտավարական լուծում էր գտել։ Սա առաջին, իսկ երկրորդը այնուամենայնիվ, եթե անգամ այդ գործողությունը լիներ, ինքը էլի գետնի վրա չէր լուծելու այն խնդիրը, որը դրված է, այն վերջանապատակը, որը դրված է հարձակվող կողմի օրակարգում, այսինքն Իրանում վարչակարգի փոփոխությունը։ Հակառակը այս քաղաքացիական եւ ռազմավարական նշանակության օբյեկտների տիրախավորումը դրանք ավելի մեծացնելու էր հակակրանքը հարձակվող կողմի նկատմամբ, ատելությունը հարձակվող կողմի նկատմամբ։ Դրա համար կարծում եմ, որ եւ ինչպես արդեն նշեցի, չէր լուծվելու, վերջնականապես չէր լուծվելու այդ հարցը։ Եվ դրա համար էլ կարծում եմ, որ ավելի ճիշտ լուծում գտնվեց հրադադար, որից հետո էլ ուրեմն կամ որի ընթացքում էլ կողմերը կհասկանան հակամարտության հետագա ընթացքը։ Դե այնուամենայնիվ մենք ականատեսենք, որ հակամարտությունը գնում է դեպի լճացման։ Ճիշտ է, կային թիրախային օբյեկտներ, կային ռազմավարական թիրախներ, որոնց նկատմամբ թե Իսրայելը, թե Միացյալ Նահանգները իրականացնում են գործողություններ, բայց մեծ հաշվով որևէ մեկը չէր հասնում իր դրած վերջնարդյունքին։ Այսինքն հարձակվող կողմը չէր կարողանում մոտենալ վարչակարգի փոփոխությանը, իսկ պաշտպանող կողմն էլ բնականաբար
իր գործողություններով չէր կարողանում դրդել Միացյալ Նահանգները Իսրայելին այնպիսի քայլերի, որ իրենք արագ դադարեցնեն պատերազմը։ Ու չհաշված Հորմուզի նեղուցի հանգամանքը, բայց կարծում դա լուծվող հարց էր, այսինքն մեծ հաշվով ամերիկյան կողմը կարողանար դրա լուծում ունենալ, անգամ սահմանափակ ցամաքային գործողության միջոցով, պարզապես չկար նպատակ ցամաքային գործողություն սկսելու, որտեղ դա արդեն վերածվել էր ճահիճի Միացյալ Նահանգների համար։ Եվ այս պատերազմի շարունակականությունը արդեն դառնալու էր խիստ անկանխատեսելի եւ վտանգավոր Միացյալ Նահանգների համար։ Դա համար գնացին իրավիճակային լուծման, մինչև արդեն կհասկանան։ Բայց կրկնում այստեղ ամենակարևորը Իսրայելի գործոնն է, որտեղ մի պատերազմը ինքը հրահրվեց եւ սկսվեց Իսրայելի դրդմամբ։ Հիմա էլ այս հրադադարի կայունությունը էլի պայմանավորված է հիմնականում Իսրայելի հաշվարկներով։ Իսրայելի մասով Իսրայելի ընդդիմության առաջնորդ նախկին վարչապետ Յայիր Լապիդը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարի քննարկման ժամանակ բանակցությունների սեղանից Իսրայելի բացակայությունը դիվանագիտական աղետ է Իսրայելի համար, որի համար մեղավոր է հենց անձամբ վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Շա ավելի շատ ներքաղաքական հայտարարություն է, որը ներքաղաքական օրակարգ է սպասարկում, թե իրոք, եթե մենք փորձենք անաչառ կերպով գնահատել Իսրայելի հետ կատարվածը, սա կարող է հետագայում Իսրայելի համար ունենալ շատ վատ հետևանքներ։ Սա շատ կարևոր հարց է, իրականում շատ կարևոր հարց է, ես դրա համար Իսրայելի հանգամանք անընդհատ ընդգծում եմ, որովհետև պատերազմի ընթացքը դրա արդյունքները եւ հետևանքները վերածվել են Իսրայելի համար ներքաղաքական օրակարգային ամենակարևոր հարցը եւ պատերազմը ինքը շահարկում են հատկապես ընդդիմադիր դերակատարների կողմից եւ տեսնում ենք հիմա էլ շահարկում է, այսինքն մենք տեսանք ինչ որ փուլում երբ որ ընդդիմությունը արդեն պատերազմի առաջին շաբաթվանից երկրորդ շաբաթվա վերջին մոտավորապես, երբ որ հասկացան, որ Իսրայելի ներսում հասկացան, որ վարչակարգի փոփոխություն, այսինքն այդ վերջնանպատակը իրատեսական չէ, դրանք շատ արագ դարձին ներքաղաքական խոսույթի ամենակարևոր բովանդակային մաս եւ սկսեցին շահարկել պատերազմը, այսինքն պատերազմը Իսրայելը չի հաջողում, որտեղ վերջնանպատակը չի սահմանվում եւ իրենք դրեցին վերջնանպատակը, եթե Իսրայելը չկարողանա հասնել, այսինքն ընդդիմության մասն է խոսքը, եթե Իսրայելը չկարողանա հասնել Իրանում վարչակարգի փոփոխության, եթե Իսրայելը չկարողանա հասնել Լիբանանում Հիզբալլահի ջախջախման, ուրեմն այս պատերազմը Իսրայելի համար չասենք պարտություն է, պարտություն անունը պարտություն ձևակերպումը գնահատականը չի հնչեցվել, այս պատերազմը Իսրայելի համար առնվազն հաջողված չէ, այս խոսույթը կար, սրանով պայմանավորված արդեն Իսրայելի իշխանությունն էլ իջեցին նշաձողը, այսինքն իրենց համար որպես վերջնարդյունքներ սահմանեցին այն, որ այլևս Իրանը երբեք չի կարողանա ունենալ միջուկային զենք, այլևս Իրանը չի կարողանա ունենալ բալիստիկ հրթիռներ, որոնցով կխոցի Իսրայելի տարածքը, Իրանը այլևս որևէ կերպ չի կարողանա անվտանգային մարտահրավեր դառնա Իսրայելի համար եւ Հիզբալլահի հարցն էլ already ուրեմն ընթացքում կլուծվի։ Բայց եթե մենք հիմա դիտարկում ենք այս հրադադարը, տեսեք, ռազմական գործողությունները ամբողջովին դադարեցվում են ընդ որում բոլոր ճակատներում։ Սա նշանակում է, որ հաստատի ամբողջովին չի լուծվել միջուկային ուրեմն հիմնախնդիրը, որովհետև նույն իրանական կողմի ներկայացած ուրեմն պայմաններով Իրանը ունենալու է իրավունք միջուկային ուրանը հարստացնելու, թեկուզ սահմանափակ ծավալով, բայց հարստացնելու։ Հրթիռների հարցը չի լուծում, ինչու, որովհետև դա չկա հաստատում եւ գումարած դրան Իրանը շարունակում է տիրապետել հրթիռների, հրթիռային հրթիռարձակման համակարգերը եւ պարբերաբար թիրախավորում է ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի տարբեր երկրների տարածքներ։ Սա երկու։ Երրորդը պատերազմը դադարեցվում է նաեւ Լիբանանի տարածքում, իսկ դա ինչ է նշանակում, որ այնուամենայնիվ Հիզբալլահի հարցն է վերջնականապես չի լուծում։ Հետևաբար սա նշանակում, որ Իսրայելի ընդդիմությունը սա կարող է շատ հաջող կերպով շահարկել ընդդեմ իշխանության, ընդդեմ Նեթանյահուի
Եվ ուրեմն ընտրությունների շեմին դրանց մի քանի ամիս է մնացել ընդամենը շատ լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի այդ չեմ ասում տնտեսական խնդիրները, հումանիտար խնդիրները, անվտանգային խնդիրները, որոնք անընդհատ շահարկվում են երկրի ներսում այսինքն մի մեծ փաթեթ է ընդդիմության կողմից արդեն իսկ պատրաստել, որ օգտագործվելու է Նեթանյահուն իշխանազրկելու համար։ Սա է պատճառը, որ ես վստահաբար չեմ կարողանում պնդել, որ օրինակ Իսրայելը ուրեմն ինչ-որ փուլի չի միջամտի եւ այս հրադադարը բնականաբար ոդեր չի ցնդի, բայց այնուամենայնիվ պետք է նաեւ ասել, որ չնայած որ Իսրայելը կարող ունենալ նման պլաններ, ամեն դեպքում Միացյալ Նահանգների եւ հատկապես Դոնալդ Թրամփի կարծիքը բավականաչափ կարեւոր է այս հարցում, որտեղ այս ամեն ինչին Իսրայելը նաեւ կարողացավ հասնել, իսկ արդյունքները միանշանակ շատ մեծ են, ճիշտ է վերջնական նպատակ որպես այդպեսին արձանագրված չէ, բայց արդյունքները Իսրայելի համար շատ մեծ են։ Եվ դա հնարավոր եղավ այն Դոնալդ Թրամփի վարչակազմի եւ անձամբ Դոնալդ Թրամփի որոշումների արդյունքում։ Հիմա որպեսզի միջազգային խնդիրներ չառաջանան, միջպետական խնդիրներ չառաջանան, Իսրայելը բնականաբար հաշվի առնելու Միացյալ Նահանգների դիրքորոշումը, Դոնալդ Թրամփի դիրքորոշումը, բայց միևնույն ժամանակ չի կարելի բացառել նաեւ, որ հենց Նեթանյահուն իր անձնական, իր քաղաքական օրակարգի համար Իսրայելի ուրեմն շահերի համար գնա երբեմն էսկալացիայի հրադադարի խախտման, որն էլ էլի տարածաշրջանում ուրեմն անընդհատ այսպես լարվածություն կառաջացնի եւ կպահպանի։ Արմեն, փաստացի ստացվում է, որ անձամբ Նեթանյահուի համար Իրանի վրա հաղթանակը, հաղթել Իրանին նշանակում է ապահովել սեփական իշխանության կենսունակությունը։ Իսկ Թրամփի դեպքում հաշվի առնելով, որ նոյեմբերին նրան սպասում են միջանկյալ ընտրությունները կոնգրեսում։ Երկու կողմերի համար դա օրակարգային խնդիր է, բայց այստեղ մի կարևոր դրամագծորեն տարբեր իրավիճակներ ունենք։ Այսինքն Իսրայելի դեպքում պատերազմի շարունակումը ինքը տալիս էր չափելի արդյունքներ, որովհետև Իսրայելը ուներ հստակ իր թիրախներ ու նպատակները, դա Իրանի ներուժը հնարավորինս ջախջախելն է, որն էլ իրականացում է ռազմավարական օբյեկտներ, ռազմական օբյեկտներ, զորահրամանատարներ, քաղաքացիական պաշտոնյաներ եւ այլն։ Միացյալ Նահանգներում այլ է, Միացյալ Նահանգներն էլ ուներ իր թիրախները, որոնք հարցերը լուծվեցին մեծ հաշվով, բայց հետագա շարունակականությունը արդեն Միացյալ Նահանգների շարից չէր գնում, որտեղ ինչպես արդեն նշեցի, պատերազմը գնում էր լճացման։ Հեղինակազրկում են Միացյալ Նահանգները, Հորմուզի նեղուցի այս արգելափակումը մեծ հաշվով շատ մեծ խնդիրներ էր առաջացնում Միացյալ Նահանգների հեղինակության համար, Դոնալդ Թրամփի հեղինակության համար, որտեղ անընդհատ այսպես մեծանում էր միջազգային ճնշումը նրա ամերիկյան վարչակազմի եւ անձամբ հենց նրա դեմ։ Եվ պետք է նշել, որ չափելի չէին արդյունքները, այսինքն որևէ հստակ բան չկար, բանաձև չկար, որ ենթադրենք շարունակում ենք եւս մեկ ամիս եւ հասնում ենք վարչակարգի փոփոխության, ոչ, իրանական կողմը գտել էր հաջող մարտավարությունը դիմադրության եւ գնում են այդ ճանապարհով։ Այս պարագայում բնականաբար էլ եմ ասում, Իսրայելի շահերից հետո կոնֆլիկտը շարունակվի, որտեղ ոնե Հիզբալլահի դեմ Լիբանանում իրենց հարցերը կլուծեն, իսկ Իրանի դեմ էլ որքան շարունակվի, որքան ռազմավարական օբյեկտներ խոցեն, մեկ է դա իրենց շահերից ներմխել է։ Միացյալ Նահանգների դեպքում հակառակը, որտեղ կրկնում եմ հատկապես Հորմուզի նեղուցը շատ լավ խաղակարդ էր, որը Իրանը կարողանում էր օգտագործել մի քանի ուղղությամբ միաժամանակ։ Պարոն Պետրոսյան, պատերազմը մեկ ամսից ավել տևեց, բայց այդ ամբողջ ընթացքում փաստորեն ամենահզոր աշխարհի պետությանը ԱՄՆ-ին եւ Իսրայելին այդ թվում նաեւ չհաջողվեց, Իրանին ջարդել, եւ եթե մենք հաշվի առնենք, որ Իրանը համարվում է, չգիտեմ որքանով է դա ճիշտ խոսք, դաշնակից, Ռուսաստանի դաշնակից է, հարց է առաջանում, արդյոք այս իրավիճակը, որը ձևավորվում է մեր տարածաշրջանում, բարենպաստ չէ Ռուսաստանի համար, որը կարող է, այսպես ասած, Իրանի
պասով փորձի ակտիվանալ հարավային Կովկասում եւ օրինակ շատերը դիտարկում են Պուտին-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում նաեւ այդ համատեքստում ինչ որ բան փոփոխվել է Ռուսաստանի համար տարածաշրջանում Իրանի այս չգիտեմ ինչպես անվանեմ երևի հաղթանակ Իրանի համար երևի դա էլ է հաղթանակի պարագայում Չասենք հաղթանակ, որտեղ հաղթանակը մի փոքր Իրանի դիմադրության արդյունքում, Իրանի գուցե հաջող դիմադրության արդյունքում, որտեղ եթե այնուամենայնիվ նրանք կարողացել են ձախողել հակառակորդի վերջնանպատակները, սա արդեն հաջողություն է։ Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանը, բնականաբար Ռուսաստանը անուղղակի կերպով ամենաշահող խաղացողներից է պատերազմի։ Առանձն երկու ռազմավարական ուղղություններ են։ Մեկը այն, որ նրա աշխարհակաղակական հակառակորդ Միացյալ Նահանգները ներքաշվել էր անորոշ արդյունքներով ինչ որ պատերազմի մեջ եւ ուներ համակողմանի ներգրավվածություն միաժամանակ մի քանի տարածաշրջաններից։ Դա թե հատկապես ուրեմն մերձավոր արևելքներ այսքան Պարսից ծոցի երկրներն էին, դրան գումարած նաև ծովային տարածքներում ակտիվացնելով իրենց ներկայությունը եւ իհարկե քաղաքական մանևրները Միացյալ Նահանգների, որոնք մեծ հաշվով չէին տալիս այդ չափելի արդյունավետություն։ Այսպես որ այս առումով իրավիճակը բխում էր Միացյալ Նահանգների Ռուսաստանի շահերից։ Երկրորդը Միացյալ Նահանգների ներգրավվածությունը պատերազմին եւ նրա փորձերը մեծացնելու դաշնակիցների շարքը անհաջող փորձերը մեծ հաշվով խնդիրներ են առաջացել նաեւ ՆԱՏՕ-ի ներսում, այսինքն Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության ուրեմն երկրների։ Սա ինչ է նշանակում, որ ուկրաինական պատերազմում Ուկրաինայի աջակիցների միասնական ճակատը եւս մեծ հաշվով փլուզում է եւ գուցե այս process-ը ընթացք ունենա։ Եվ որպես այդպեսին Միացյալ Նահանգների այս ներգրավվածությունը Իրանի դիմադրությունը մեծ հաշվով էականորեն թույլատնում էր Միացյալ Նահանգների ներկայությունը այն բոլոր տարածաշրջաններում, որտեղ Միացյալ Նահանգները կար եւ ռազմական առումով եւ ռազմավարական առումով եւ քաղաքական ու տնտեսական։ Այդ մերձավոր արևելքից բացի նաեւ բնականաբար հարավային Կովկասը։ Հիմա որը Ռուսաստանի համար կենսական տարածաշրջան է։ Այսինքն առնվազն վերջին 1 տարվա ընթացքում Միացյալ Նահանգների ակտիվացումը հարավային Կովկասում կենտրոնական Ասիայում դա խնդրահարույց է նաև Ռուսաստանի համար։ Հիմա եթե Միացյալ Նահանգներում մենք կոնկրետ նախագծով հարավային Կովկասում մենք կոնկրետ նախագծով ունենք Միացյալ Նահանգների ներկայություն, իսկ դա օրինակ TRIP նախագիծն է, բնական է որ պատերազմի ամբողջ ընթացքում եւ չկարգավորված հակամարտության ընթացքում TRIP նախագծի իրականացումը մեծ հարցականի տակ է դրվել։ Իսկ դա ում շահերից է բխում, բնականաբար Ռուսաստանի դաշնության շահերից է։ Որովհետեւ այս կարևոր նախագիծը, որը նաեւ հենց Միացյալ Նահանգների դերակատարումը Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծապես թույլատնում է Ռուսաստանի դիրքերը եւ Ռուսաստանից մեծ հաշվով վերցել էր Միացյալ Նահանգները մոդերացիայի այդ հիմնական ուղղությունները, որոնք չնայած Ռուսաստանը չէր կարողանում իրականացնել, բայց գոնե փաստաթղթային առումով այն առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ով եւ դրան հաջորդած մի քանի այլ երրակողմ ուրեմն հայտարարություններով Ռուսաստանը դեռևս պահպանում էր իր հնարավորությունը։ Հիմա եկավ 2025 թվականի օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները Վաշինգտոնում եւ Ռուսաստանից խլեցին այդ ուրեմն մանավանդ Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնության արդյունքում ուրեմն Ռուսաստանից խլվեց այդ վենաշտորը։ Հիմա փաստորեն Միացյալ Նահանգները ունենալով այդ դերակատարումը եւ կողմերի համաձայնացումը, բայց չունի գետնի վրա առարկայական հնարավորություններ, որտեղ այդ հնարավորությունները պատերազմի արդյունքում իրականավորվում են Իրանի կողմից։ Իսկ սա բնականաբար արդեն հնարավորություն է Ռուսաստանի համար եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանում ընտրությունների ընդառաջ Ռուսաստանի
այսպես արձագանքները եւ նաեւ Ռուսաստանի ներգրավվածությունը process-ին ավելի ակտիվ է դառնում, որը շատ կանխատեսելի է։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Պետրոսյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր, որը միացել էր մեզ տեսակապով, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք առաջինի աշխատանքը հերթական տեսակապով, այս անգամ Վրաստանից, Թբիլիսիից, մեզ է միացել բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը։ Приветствую вас, Арнольд. Добрый вечер, Давид. Я обратил достаточно пристальное внимание на визит Ильхама Алиева в Грузию и тот факт, что пожалуй, впервые за достаточно продолжительный отрезок времени он встречался, гвоздем этого визита стала его встреча с почетным председателем грузинской мечты Абедзиной Иванишвили. На ваш взгляд, какие главные вопросы обсуждались в ходе этой встречи и зачем вообще Алиев приехал в Тбилиси? Давид, есть открытые источники, исходя из которых можно говорить. Вообще сама встреча была очень скрытной, скажем так. Если обратили внимание, даже видеокадры, которые записывались, они все записывались без звука. Ну, по крайней мере, скажем, тиражировались без звука. Я думаю, что и записывались тоже. Так что о сути происходящего говорить сложно, можно только лишь догадываться. По открытой информации я бы выделил два направления, которые абсолютно достоверные, я думаю, что и в обязательном порядке про это говорили. Первое – это транзит через Грузию, который в последнее время подотстал от событий и стал вроде бы менее значимым. Второе – это совместная инициатива инвестиций в третьи страны. Вот это что-то новенькое уже. Здесь вопрос, о каких странах идет разговор. Я не исключаю, что обсуждалась также и Армения. Ну, два источника, которые у нас есть. Плюс в обязательном порядке, уверен, обсуждались события в Иране, постконфликтный период, как он повлияет на регион. И, естественно, говорили о консолидации определенной трех стран Южного Кавказа. Несмотря на то, что премьер-министра Армении на встрече не было, но я думаю, что следующий шаг будет обсуждение с премьер-министром Армении. Есть определенные заготовки с Пашиняном у обоих сторон. Но мне почему-то в последнее время кажется, что с Азербайджаном развиваются настолько интенсивно отношения, по крайней мере, с политической элитой, что я, скорее всего, не ошибусь, если скажу, что Алиев знает, чего хочет премьер-министр Армении и правящая элита, что, в принципе, неплохо.
Когда вы говорите, следующая встреча будет с участием Пашиняна, вы имеете в виду встречу Иванишвили-Алиев? Я думаю, что двухсторонний формат будет прежде всего Алиев-Пашинян или кто-нибудь из грузинской правящей верхушки с Пашиняном. И не исключаю дальше уже создание определенного тройственного формата. Вот если мы будем обсуждать первую часть, вы отметили транзит. Транзит вновь актуализировался через территорию Грузии в результате войны в Иране? Война в Иране подтолкнула к этому, но я бы не сказал, что это единственная причина. Причина, скажем так, глобальная, она как была, так и есть. Это транзит транзит товаров восток-запад, север-юг. Да, все дороги проходят через Южный Кавказ. По крайней мере, те дороги, которые... Даже и те дороги, которые попытаются обходить конфликтные регионы, Южный Кавказ на этом фоне сейчас кажется островком по сравнению с тем, что происходит вокруг. И я не исключаю, что очень многие страны будут акцентировать свое внимание на транзит своих товаров через Южный Кавказ. Так что я думаю, что если никто не помешает и никто не сможет инициировать конфликты у нас в регионе, регион должен ждать экономическое развитие. Посмотрите, да, вот если мы сейчас обсуждаем ситуацию со стороны, да, создается такое впечатление, что проект ТРИП, как минимум его реализация, как минимум откладывается в связи с тем, что происходит в Иране, в том числе последние события, достаточно туманное двухнедельное перемирие, и создается впечатление, что внутри региона, в Ереване, в Баку, в Тбилиси, возникает необходимость задействования этих транспортных инфраструктур, под которые существуют пока что исключительно на бумаге, не только ТРИПа, но вообще разблокирование региона собственными усилиями, потому что это в первую очередь нужно нам. Можем ли мы рассматривать визит Алиева в Тбилиси, его встречу именно с Иванишвили, а не с Кобахидзе в этом контексте? Ну, Давид, однозначно да, но вовсе не обязательно, чтобы это было бы единственной причиной. В первую очередь хочу сказать, что при визитах Алиева в Тбилиси он обязательно встречается с Иванишвили. То есть это, как бы, скажем так, одной плоскости. Но это не делается протокольно, да, насколько я понимаю, или нет? Не делается протокольно, но и ситуация в Грузии тоже была до того немножко другая. Сейчас всем понятно, кто как бы Иванишвили не скрывает сейчас. Собственно говоря, что он руководит страной. Раньше пытался как бы по-разному заэволюировать это. Да, вот есть премьер-министр, там, который со мной не имеет контакта. Есть члены правительства, с которым он не общался, якобы члены парламента, но на самом деле все знают. Сейчас как бы это не скрывается уже, потому что реалии в регионе, реалии в Грузии другие. Некоторые западные игроки, в частности Соединенные Штаты Америки, не видят режимы, скажем так, недемократичные режимы как препятствие для сотрудничества, и, собственно говоря, скрывать нечего. То есть они говорят то, как есть, показывают то, как есть, и собираются работать с Соединенными Штатами именно в таком формате. Что будет потом, через 3 года или 4 года, если произойдут определенные изменения в политике Соединенных Штатов, ну и верхушки, потом посмотрим. Я думаю, что если схема будет выгодной, в любом случае никто от нее не будет отказываться. Во всем этом есть еще один, точнее, принципиальных вопросов много, да, вот это по очереди. Иванишвили считается, ну, как бы, деятелем, не знаю, бизнесменом, олигархом, который имеет серьезную зависимость от России, лично от Путина. Насколько эта зависимость, если она еще сохраняется, позволяет ему участвовать в подобных проектах, где есть Армения, с которой у России не самые лучшие отношения, где есть Азербайджан, с которой у России, по крайней мере, сейчас испорченные отношения. Иванишвили имеет возможность для подобного маневра?
Ну да, я бы не сказал, что ситуация именно такая сейчас. То есть Иванишвили достаточно умен для того, чтобы на 100% зависеть от кого-то одного, ну, в частности, и от Путина, скажем так, да, потому что вы знаете, чем это заканчивается, когда зависишь только от Путина, ну и, в принципе, скажем так, от тех стран или политических элит, которые являются подобными. Ну, я не буду про пример Мадуро рассказывать сейчас, я и про другие страны, когда, в принципе, Россия как союзник не оказывает никакой помощи. Ну, про Армению, если хотите, тоже скажу. Так что я думаю, что все научены историей, все научены опытом предательства. И, естественно, ну, я уже как бы про другие вещи не буду говорить, потому что быть союзником Путина – это чревато тем, что можно закончить плохо и в личностном плане. Так что я бы не стал говорить, что Иванишвили висит на Путине напрямую, он достаточно умен для того, чтобы этого не делать. И если бы он висел бы только на Путине, вряд ли он смог бы сохранить, утвердить свою власть так, как он утвердил здесь, и сохранять ее в течение такого периода времени. Однозначно общается со всеми, общается, может быть, не на протокольном уровне, но общается, есть взаимные интересы у правящих элит Запада в Грузии и ну, бизнес-элит, если хотите. И у Грузии, ну, у Иванишвили конкретно. На Западе у него есть бизнес, не только в России, есть и в Европе бизнесы, есть и в западном полушарии. Так что как бы это неоднозначно все. Это, скорее всего, больше утка, скажем так, которая идет от тех людей, которые хотели бы именно его так показать. Но я вам скажу, нам от этого не легче в любом случае. В таком случае, откуда исходят истоки антизападной политики Тбилиси? Кто за этим стоит, если не Иванишвили и не Россия? Ну, если вы сейчас как бы сравните те заявления, которые они делают по направлению Запада и по направлению России, ну, они, в принципе, одинаковые. Раньше просто антизападных не было, были только антироссийские. Но я не могу сказать, что есть вот однозначно антизападные, а антироссийских нет. А в чем смысл, в чем целеполагание подобной политики? Ну, они пытаются самоутвердиться как независимые игроки в этой географии, пытаются сказать, что не будем делать так, как хотите, кто бы ни было, будем делать так, как мы хотим. Хотите, разговаривайте, хотите, не разговаривайте. Хотя вот это не разговаривайте, это блеф, собственно говоря, да. В данном случае, если Грузия не будет сотрудничать с Западом, абсолютно все хорошо понимают, что кто-то другой приберет. Потому что эта география, в принципе, не способна одна быть жизнеспособной в глобальном мире. И кто приберет, это другой вопрос. Они пытаются играть на несколько направлений для того, чтобы зависеть от всех, но в то же самое время поднять этим качество своей независимости. Не независимости страны, а качество своей независимости. Я думаю, что недавно Никол Пашинян тоже такую же точку зрения выразил. Не по поводу Грузии, а вообще как формулу. Она так и есть, на самом деле, так и работает. И второй принципиальный вопрос, теперь касающийся, собственно говоря, США. Заинтересованы ли вообще вот на данном историческом этапе США в появлении подобного коридора в нашем регионе, если этот коридор, и это закономерно, будет работать в том числе на Китай? Это сложный вопрос. Но я вам скажу так, начну с того, что... Ну, важный вопрос, я бы сказал, ключевой. Да, сложно, если бы задали 2,5 года назад, но ответ был бы однозначен. Сейчас сложно сказать, потому что все зависит, очень много чего зависит от того, как проснется президент в западном полушарии, с какой ноги. И здесь очень сложно предполагать, что будет завтра, устраивает это или нет. Очень интересная встреча будет в мае. Посмотрим, хотя по результатам тоже тоже сложно будет прогнозировать, как будет происходить дальше. Вы сами видите, что геополитика она стала менее прогнозируемой. Но я вместе с этим хочу утвердительно подчеркнуть, что чем Америка сильна? Да? Она сильна своими институциями, и
там, если хотите президент, если хотите, скажем так, там, партия, там, одна из двух, которая не была бы у власти сейчас и не пыталась бы, скажем так, вверх тормашки все поставить, не факт то, что это будет продолжаться долго. Потому что есть институции, стабильно работающие 250 лет в Америке, и эти институции, они все-таки основную линию держат. Так что, наверное, мир сейчас находится в ожидании и в фазе терпения того, что происходит. И по НАТО также, и по другим вопросам я не настроен пессимистично. Я думаю, что все будет восстанавливаться через какое-то время в краткосрочной перспективе, если смотреть на историю в этом временном отрезке. По ТРИПу также скажу, я не думаю, что ТРИП потерял актуальность, не думаю, что он потеряет актуальность, может быть, он будет называться по-другому, но сам коридор, сама дорога, она важна для всех абсолютно. Касательно ТРИПа конкретно, я думаю, что невозможно сделать за то короткое время, создать эту дорогу. С логистической точки зрения, с политической точки зрения приняты решения о финансировании. Я знаю, что процессы продолжаются. Да, может быть, не так быстро, как бы хотелось нам всем, но они продолжаются, наверное, довольно-таки активно работают. Здесь процесс. Здесь, когда вы работаете с государством, которое очень внимательно относится ко всем процедурам, не хочу назвать бюрократично, то, естественно, процесс долгий. Процесс долгий, но мне кажется, что он в любом случае необратимый, вне зависимости от того, кто будет у власти, как будет называться этот коридор, дорога. У меня сегодня был такой небольшой спор с одной из коллег, которая утверждала, что для России в первую очередь важен именно ТРИП, будет ли он называться ТРИП или то, что было подписано, бумажка 9 ноября 2020 года, именно СЮНИК. У нас это так именуют, СЮНИК. Я считаю, что для России, как и для любого актора международной политики, геополитики, важен весь Южный Кавказ. То есть регион рассматривается целиком, а не какая-то отдельная область или отдельный коридор, который является, вне всяких сомнений, частью этого региона и рассматривается в рамках общей логики. Если мы будем рассматривать процесс с этой точки зрения, что хотел Путин от Пашиняна в ходе этой полемики в Москве? Какие реальные задачи, то, что мы не видели, можно предположить, если мы попробуем проанализировать ситуацию. Чем важна сейчас Армения для России в этом общерегиональном контексте? Что есть в Армении такого, что хочет от Пашиняна Путин? Я отвечу просто и дальше продолжу. То есть Путин хотел, чтобы Пашинян проиграл на выборах. Потому что все, о чем он с ним разговаривал, если, скажем так, Пашинян даже отчасти хотел бы делать это, то он проиграет на выборах. То есть он покажет себя как нестабильный партнер перед теми людьми, с кем он сейчас работает, перед теми странами, которыми работает, и внутри страны также. Однозначно, потому что его электорат – это не пророссийский электорат, который аплодирует Путину. В двух словах так, соответственно, если проиграл бы, дальше уже все пошло бы накатно и чистенько, и продали бы все остальное, что еще осталось в Армении. Следующие власти, я имею в виду, которые раньше уже были властями. А касательно ТРИПа и касательно региона, да, ведь однозначно, я с вами часто соглашаюсь, если не всегда. Одна дорога, она очень важна, но имеет смысл с точки зрения рычагов тогда, когда ты контролируешь еще альтернативные дороги. В данном случае ТРИП – это не единственная дорога в будущем, которая будут пересекать грузы с севера на юг, с юга на север, и в данном случае запад-восток тоже точно. И, естественно, в этом контексте очень важна Грузия. То есть это другая страна. Я не говорю про другие дороги в Армении. Сейчас о железных дорогах еще говорится, про другие территории Армении, которые могут пересекать
хотя это тоже важно. Но с политической точки зрения еще важно, скажем так, через Грузию, как будут эти пути и кто будет их контролировать. То есть, грубо говоря, если кто-то один, какая-то одна держава, или, я не знаю, южно-кавказские страны, произойдет чудо и консолидируются, и будут принимать независимое решение. Но если кто-то один контролирует обе дороги, это уже рычаг. Это уже рычаг, прежде всего, на тех, кто пользуется этой географией. Дороги через Армению, через Грузию, я правильно вас понимаю? Такой вопрос. Предположим, да, ну, в теории это все-таки возможно, что действительно Пашинян по желанию Путина проигрывает выборы, приходят в Армению эти самые его силы, о которых он говорил в Кремле, и сдают все, что осталось от Армении и России. В этом случае вторая дорога, о которой вы говорите, через Азербайджан и через Грузию, продолжит функционировать, начнет набирать обороты, а Армения останется отрезанной от всего этого в очередной раз. Или же посредством Армении Путин сможет создать угрозы и для этого проекта? Ну, однозначно, задача не дать возможности... Ну, смотрите, если кто-то один, Путин, тот же, да, будет контролировать обе дороги в обоих странах, да, то, соответственно, угроз нет, он контролирует товарооборот, очень важный для России. Если он будет контролировать всего одну сторону, то есть одну часть, естественно, он будет стремиться к тому, чтобы и приобрести вторую часть. В данном случае, что он совершенно точно не контролирует, это три. По Грузии он может договариваться, по Грузии как бы особенного дискомфорта нет, хотя есть все-таки. То есть есть очень много примеров можно привести, когда во время санкций Грузия иногда исполняет, иногда не исполняет требования, но в любом случае это не та дорога, которую он контролирует однозначно, потому что он не владеет страной. Владеет страной другой человек, Бедин Иванишвили. А вот по части Армении, если он будет владеть, то следующая на очереди, конечно же, будет Грузия, так, чтобы как бы и владеть ей также. И еще один вопрос, наверное, последний, но тоже важный. То, что произошло в ходе встречи Алиева, Иванишвили, участие Кобахидзе, мягко говоря, участие в этой встрече, это отражает, об этом очень много говорится в Армении, это отражает реальную ситуацию в Грузии, внутриполитическую, демонстрирует, кто, собственно говоря, наглядно управляет страной, хотя мы с вами говорили об этом очень много, практически во всех наших интервью, вообще с грузинскими коллегами часто это обсуждаем. И насколько у нас сейчас есть такая угроза повторения вот этого сценария, когда вот в Армении теоретически может прийти к власти сила, у которой будет какой-то премьер-министр, да, типа Кобахидзе, но страной будет управлять совершенно другой человек, который вообще никакого отношения к этому не будет иметь в виде, опять-таки, человека, который приехал из России, Самвела Карапетяна. Вот ваше отношение ко всему этому? Ну, Давид, по Грузии тут все понятно, тут даже разговаривать не о чем, и ничего нового мы не увидели, я вам честно скажу. Понятно абсолютно было, мы об этом все долго говорим, что страной управляет Бедин Иванишвили. И там кто шел второй, кто шел третий или четвертый, ну, для нас это не новость, просто здесь медиа как бы об этом очень активно говорит, еще раз для того, чтобы как бы принизить действующие власти, хотя я вам скажу, что это просто пустой разговор здесь в Грузии, потому что все, кто дают голоса грузинской мечте, они все прекрасно понимают, и они дают грузинской мечте голоса именно потому, что страной руководит Иванишвили, а не Кобахидзе. А по Армении, я думаю, что будет чуть проще для России, потому что в данном случае им не нужен Иванишвили в Армении, то есть тот человек, который может принимать независимые решения, не все, конечно, но может принимать независимые решения, который имеет капитал не только в России, который имеет достаточно хорошие связи на бизнесе и политическом уровне и на Западе, и в России. По Армении, я думаю, что будет просто губернатор. Ну, как может он не будет называться губернатором, будет ставленник. Достаточно неутешительная перспектива. Будем надеяться, что она не претворится в жизнь. Голосовать нужно правильно.
чтобы не притворилось. Да, особенно имея перед глазами достаточно печальный грузинский опыт, грузинской, скажем так, мечты. Большое вам спасибо, Арнольд. Я вам хочу сказать, что Армения стоит перед более серьезной угрозой, к сожалению. Так что нужно консолидироваться. Благодарю вас. Спасибо вам. Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Վրաստանի Թբիլիսի մայրաքաղաքից, բազմազգ Վրաստան հասարակական կազմակերպության ղեկավար Արնոլդ Ստեփանյանը, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսպիսին էին այսօրվա մանրամասները, կհանդիպենք։ Տարին ընդամենը մեկ անգամ իսպանական անսանձ ոգին ու գիրքը դառնում են ավելի մոտ իդեալ համակարգում։ Զգացեք իրական ռոդեոյի շունչն ու էներգիան 2026 թվականի իսպանական սալիկների բացառիկ հավաքածուներում։ Անկառավարելի ուժ եւ գեղեցկություն, որոնք վերածվում են կատարյալ ձևերի ու նուրբ ֆակտուրաների։ Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։